Առաջին ալիքի տաղավարներում կրկին եռուզեռ է, մեկնարկել է մանկական Եվրատեսիլ 2026-ում Հայաստանի մասնակցի ընտրության լսումների երկրորդ փուլը։ Առաջին փուլին հայտագրված ավելի քան 100 մասնակցից միայն 40-ն է հաղթահարել ընտրական շեմն ու շարունակում պայքարը։ Ուրախ եմ, որ այսօր մեզ են միացել 8 մասնագետներ, ոլորտի առաջատար, որոնք եւ ոլորտում են մեծ գործունեություն ծավալում, բայց նաեւ Եվրատեսիլ երգի հետ կապ ունեն, այսինքն փորձ ունեն եւ կարող են նաեւ գնահատական տալ երեխաներին, բացի այդ նաեւ ունենալու ենք միջազգային ժյուրի։ Իհարկե բոլոր այս ժյուրիի անդամները առաջին հերթին հաշվի են առնելու տարբերվող երեխաներին, տարբերվող մասնակիցներին, որոնք գուցե կարող են մի ձևաչափով ներկայանալ, որով Հայաստանը դեռ չի ներկայացել մրցույթին, բայց միևնույն ժամանակ նաև ունեն լավ վոկալային տվյալներ եւ կարող են իհարկե ներկայացնել Հայաստանը մեծ բեմի վրա։ Երկրորդ փուլում մասնակիցները հանդես են գալիս նոր կատարումներով, փորձելով իրենց վոկալային կարողություններով, բեմական ներկայությամբ եւ արտիստիզմով արժանանալ ժյուրիի բարձր գնահատականին։ Լավագույնները կանցնեն եզրափակիչ փուլ, որտեղ էլ կորոշվի, թե ով կներկայացնի Հայաստանը մանկական Եվրատեսիլ 2026-ում։ Մեզանից սպասումները ավելի շատ են, ավելի բարձր մակարդակի բեմադրություն, տեսահոլովակ եւ արտիստ են սպասում։ Մենք ունենք բազմաթիվ տաղանդավոր փոքրիկներ, կան երեխաներ, ովքեր անգամ մի քանի տարի շարունակ կրկին փորձում են եւ կրկին պայքարում են Եվրատեսիլի համար։ Անհատ կատարողներ, խմբեր եւ բազմաժանր ելույթներ։ Յուրաքանչյուր մասնակից մեկ նպատակ ունի դառնալ Հայաստանի ներկայացուցիչը եւ այս տարի Մալթայում բարձրացնել հայկական դրոշը։ Ընտրությանը հետևում է նաեւ 2025 թվականի Հայաստանի պատվիրակ Ալբերտ Արմենակյանը, որը Brave Heart երգով մանկական Եվրատեսիլում զբաղեցրել էր պատվավոր 4-րդ տեղը։ Այս անգամ նա մրցույթի մասնակիցներին խորհուրդ է տալիս հիմնվելով սեփական փորձի վրա։ Ես ուզում եմ, որ նրանք ընդհանրապես մտնեն երգի մեջ, զգան մի պահ թողնեն ամեն ինչը լարվածությունը եւ ամբողջ երգը անկախ նրանից թե ինչ ոճի մեջ է նրանք զգան այդ երգը եւ առանց լարվածության ամբողջ ելույթը վայելեն ուղղակի։ Այս տարի մանկական Եվրատեսիլը կանցկացվի Մալթայում հոկտեմբերի 24-ին։ Կազմակերպիչների խոսքով ժամանակը սուղ է։ Հայաստանի պատվիրակին ընտրելուց հետո պետք է ստեղծել մրցութային երգը, նկարահանել տեսահոլովակը եւ պատրաստել հիշվող բեմական համար։ Իսկ թե ով կստանձնի այդ պատասխանատու առաքելությունը, պարզ կդառնա ընտրության հաջորդ փուլում։ Յուրա Վահանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։